մեր պապերը, տատերը, մեր Արամեթյան Հայաստանից են եկել, ընտանիք են կազմել, մենք էլ ծնվել ենք, դերս է ծնվել։ Ճիշտն ասած, պապիս չեմ տեսել, տատիս եմ տեսել, որ 14 տարեկանից եկել է ստե, փախել է եկել է, ամուսնացել է։ Մենակ ասում էր շատ դաժան ձևով փախի եկել ենք, մի կերպ էս սահմանը անցել են։ Գաղթական է եղել, հերնումերը զոհվել են ընդե, պատահական դենց ընկել է ժողովրդի հետևից եկել է։ Թող խաղաղություն լինի, համաձայն, բայց այս ձևի էս սուտի խոսակցությունները ժամանակավոր ժողովրդի աչքերը փակելու համար։ Եթե թշնամի է, ուրեմն թշնամի է։ Եթե ինքը Ալիև գրողի ցավը խաղաղության մասին է խոսում, ինչա գիշեր ցերեկ հեռուստաալիքներով Եվրոպայում կլինի, գրողի ցավ տեղերում կլինի, Հայաստանը բանը, Արամեթյան Ադրբեջանը, ոնց թե։ Ասում է 300,000 մարդ պետք է տեղավորեք, փախստական ունենք։ Բա մեր փախստականները, մեր Ղարաբաղցիքը, այսօր անտուն, անտեղ, սոված ծարավ ապրում են։ 40-50%-ից ավել։ Ոնց հասկանանք էդի։ Հիմա այդ 300,000-ը միամիտ Աստված թույլ կարոտ պահի, որ գան լսվեն Երևանի մեջ։ Եթե 300,000 թուրքը ամեն մեկը 10 հատ բան անի, Երևանը 2 միլիոն բնակիչ է, եղավ որ Երևանը վերացավ։ 3 երեխա ունեմ, Աստված ցավ բալեկին պահաբան, 2 աղջիկս ամուսնացած են, ես էլ տղես էր, հələ չի էլ ամուսնացել 30 տա, ավելի լավ այս իրա դարը քրդինքը, բոմբը տնի տակը տրակցնի, Աստված իրար հետ, բայց ոչ թե իմ պապական ծնողներից, որ ֆունդամենտից սարքել են, թուրքը գա, ուզում է 100 միլիարդ փող տա, ինձ պետք չի այդ փողը։ Էդի պետք չի ինձ։ Ու սենց կկործանվենք կեթանք, եթե սենց Աստված կարոտ պահի շարք, չեմ անում, չգիտեմ, աղջիկյան։ Մենք համ զինվորն ենք կրճատում, համ էլ զենք չենք ուզում առնենք, ռագատկով էլ նմեն պատերազմիտ են, եթե մեր պետության, Հայաստանի պետության, աղջիկյան, բռնած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև առեսօր, ոչ թե 1,5 միլիոն, 2 միլիոն աշխատավարձներ ստանային դեպուտատները, թող ստանային 1 միլիոն 800,000, են մնացածը կներ զենքի, որ այսօր մեր ժողովուրդը, մեր բալեկը, մեր թորները, վաղը միսօրը, ասեն, այ բանակ ունենք, զենք ունենք, Ադրբեջան, Ալիև դու չլնես, ով ուզում ալնի, մեր դեմը հաղ չկա։ Պատկերացնում եմ, եթե Միջանց կոչեցյալը տվին, Գորիսով բդի գան, մինչեր Արարատի ճանապարհով մտնեն էտան բան, չէ, իրանց երգիր, ով կաբրել ընդե, սա կփախնեն, տեսեք խաղաղություն բերինք, ինչ խաղաղություն բերինք, սա քաղաքական քայլերը, գյուզալական ռուսից խի փախանք, չեմ ասում մեր ազգի աշկի լուսն է եղել, բայց 80% հայի մեջքին կանգնած է եղել, ինչ որ տեղ իմացել ենք մեր ազգը, որ մեր մեջքին ինչ որ մեկը կանգնած է։ Շատ վտանգավոր ժամանակաշրջանում ենք ապրում, աղջիկ ջան։ Այդ հետի մեր ազգին չի սա։ Գիտեմ, միշտեր ծախողներ եղել են, բայց ես այսօրվա այս դարաշրջանում այս աստիճանը չէի տեսել։ Չգիտեմ։ Ապրում էինք խաղաղ, համեստ,
Մի ամեն ինչը վերացել է։ Մարդկային աշխարհն էլ մեղք չունի, որովհետև լավ չեն երկիրները ղեկավարը։ Թրամփին աշխարհով ծափ ենք տալու, չէ՞։ Մեր հայերն էլ ինձ ծափ տալու։ Բանից պարզվում է իր տղեն, աղջիկը, Էրդողանի աղջիկը, Էրդողանի փեսու տղի հետ սուրբ աղբերություն են։ Խաղաղություն տարավ կանչեց ընդ։ Ինչ, էդի ես չեմ էլ հավատում։ Եվրոդադարանը ինչ արեց մեր ազգի համար, մեր Ղարաբաղի զոհվածների համար։ Ինչ արեց, ոչ մի բան, որտեղ լավ ղեկավար ունեինք, ղեկավարներ։ Դու պատկերացրեք այսօր հասարակ ես մի բուռ մարգարան, երիտասարդ համայնքապետ ունենք, շատ լավ բաներ արել այս համայնքի համար, այսօր պատկերացրեք մի ամիտ բերանից մի բար դուրս կա, իրա ճիշտ բառել, ուրեմն եթե հասցնեն տեղ, ինքը առավոտը կասեն դիմումդ կրա, շուտ արա։ Կամ պիտի կան ձեռնեն օլերեն տանեմ, դու իլարով իլար, որ համայնքապետ, կեր չի ասեն, նույնը Սամվել Կարապետյանը, քիչ բանար է, ասում են կերելա, ոնց թե, բա դու չեք ուդեմ, ով չի ուդեմ, մարդը խի աշխատում, որ չուդի, իրանք լապում են, Կան խոսում եմ կարող առավոտներ կան հետևից ես։ Կործանումը գալիս է շատ հեռվից երևի, ինձ թվում է։ Երևի հենց Լևոն Տեր-Պետրոսյանից էլ գալիս է, էդի ժողովրդին ոչ էլ արձահայտում են, ոչ ասում էին։ 2026-ի ընտրություններում Նիկոլ Փաշինյանին կընտրեք կամ իր թիմին։ Ես հարց չտաս էդից։ Աղջիկ ջան, ես առաջի օրն էլ, որ ինքը Լենինականի շարժը բերա, ես մեր համայնքի որոշ մարդկանց ժողովրդին ասել եմ, ես մեր սրանից լավ հոտ չի կալում։ Եվ ես գուշակեցի, իմ գուշակումը շատ ճիշտ է։ Ես միշտ որ նստում եմ կամ սենց գալիս է աչքից տեմ այս բաները, ես ասում եմ Աստված ջան, եթե լսում ես չեն ես, մեր պետությանը մի հատ կախարդական փայտիկով ղեկավար է պետք, որ ես մեր հայերի այն ամենաազգի դավաճաններին բռնի փայտիկը սենց ասես ինչ մարդում, որ ես ժողովրդին բերին ես օրին հասցրին, ազգը սիրող, մեր Հայաստանը սիրող, պաշտող մարդ է պետք։ Ու թո այդ ղեկավարը թո լինի Հայաստանի ամենամիլիարդատերը չէ, տրիլիոնատեր ընտանիքը, բայց ազգի մասին մտածող այսօրին չընկնեն մարդ։